Բարև բոլորին, եկել եմ ցույց տամ իմ վերջին առևտուրը Valverisից ու մի только։ Սկսենք աքսեսուարներից, հետո անցնենք շոուին։ Ուրեմն պատվիրել եմ այս սովորական ուղղակի կեպչկան, ինքը իմ ոճի մեջ չի, բայց ինձ թվում է կարամ մի բան անեմ հետաքրքիր կամ մեկ այլ մեկ հավեսարին ու սպորտայինով դուրս գալ, դրա համար нужная вещь։ Հաջորդը պատվիրել եմ այս պլատոկը, իրականում իրան պատվիրել եմ եկեղեցու համար, որպեսզի մազերս փակեմ, բայց առօրյա էլ կարելի է ինչ-որ հետաքրքիր մտածած, սենց պայուսակի հետ օգտագործել կամ գոտու հատվածում, так что это тоже прекрасная вещь։ Հաջորդը պատվիրել եմ այս շղթան, որը էլի սենց տալիայի համար է, երևի թե այստեղ, ես կդնեմ իր նկարը, թե ոնց եմ ես իրան կրում։ Тоже очень красивая, актуальная вещь, հիմա շատերն են սա օգտագործում, իսկ հիմա տեսած կլինեք, ես նախընտրել եմ այս վարիանտը։ Իմ ամենասիրած գույներս դա սպիտակն է ու կարմիր, բորդո, բուրգունդի ինչ-որ տենց, ու ես պատվիրել եմ այս գույնի պայուսակ, հուսամ իմ միկրոֆոնը օգնում է, որ այս ձեները չլսվի։ Իրականում միկրոֆոնը անցած անգամ առանց միկրոֆոնը շատ ձայնս ցածր էր, բայց այս անգամ ուղղեցինք այդ սխալը։ Իրականում ունեի միկրոֆոն, ուղղակի մոռացել էի։ Ուրեմն այս պայուսակը շատ սիրուն է, ամեն ինչի հետ կնայվի, իհարկե որակը սրեդնի է, բայց դա ինչ եք ուզում, Valverisից պատվիրել եմ պայուսակ, ինչ պետք է լինի ուրիշ։ Մեկը շատ հավանում եմ։ Ու որպեսզի կմենակ չլինի, ես պատվիրել եմ еще что-то։ Ավելի ճիշտ ընտրել եմ առաջինը կոշիկները, հետո եմ պայուսակը ավելացրել։ Ուրեմն, այս կեդերը ես տեսել եմ ինչ-որ բլոգերի մոտ, Մերի Միքայելյան, թե չգիտեմ, в общем, ինչ-որ աղջկա մոտ տեսել եմ տենց, ու սրազու մտել եմ Valveris փնտրելու, տեսեմ որտեղ կարամ գտնեմ այդ կոշիկները։ Ու վերջը նայեցի, գտա 39,000 դրամ էր ու ասես մտածում, ասում Valveris-ի համար շատ է էլի, ինչ 39,000, պրիտոմ, մենակ այդ գույն էր, որ 39,000 էր, վնասից արդեն ասես 30,000, ասենք բեժ, սերի, բայց չգիտես խի, այդ բուրգունդի գույնինը տենց էր։ Ու в общем, տենց ասեցի լավ սպասենք, տենակ ինչ կլինի, տենցի վերջո գցել եմ կորզինան, բայց չեմ արել, ու տենց օրը մեկ մտնում էի, նայում էի, ասում եմ պատվիրեմ, չպատվիրեմ, ու սենց որ որոշել եմ, որ վսյոտիկի պատվիրեմ, ոչինչ, մտել եմ, տեսել եմ, որ էլ չկա, վերջացել է, ինձ ուղարկում եմ ожидание, լիստ ожидания, ու տեսնում եմ уведомление, որ եկել է, որ կա այդ մոդելից, մտնում եմ, տեսնում եմ 27,000 իմ չափը, իմ ուզած գույնը մոդելը, всё, սա նշան է, հուսամ նորմալ երևում է։ Կոշիկներն են, ու ցույց տամ էլի ուղղակի ինչ լավ փաթաթավորում է այս ֆիկսը։ Այստեղ կար նաև այս սենց տոպրակ։ По всем канонам կարճ ասած։ Ու ինչ-որ սենց թղթեր կա, ուղղակի խնդրում եմ։ Շատ սիրուն, շատ լավ որակով ու իմ համար, չգիտեմ, ամեն ինչի հետ սազում է ամենայն դեպս կապ չունի, պայուսակը օգտագործում եմ, թե չէ ինքը ամեն ինչի հետ շատ սիրուն, շատ շկարմի կոշիկներ եմ։ Ես որոշել եմ, որ ամառվա համար ինձ պետք է մի քանի կոստյում, իմенно սենց լետնի, բարակ, որ վերխ ու նիզ միասին լինի, որովհետև ինքը սենց ինչ-որ սենց old money ոճի տակ է, կամ չգիտեմ, չեմ կարա ասեմ, նիզ ու վերխը տենց միասին իրար հետ խոսում են կոստյում ալինում, շատ սիրուն է նայվում, դրա համար որոշել եմ, որ ամառվա համար հաստատ պետք է տենց 3 հատ կոստյում ունենամ մինիմում։ Ու դեռ ամառչի դեռ շորտիկ չեմ հագնելու, բայց արդեն պատվիրել եմ, ուրեմն սենց շորտիկ կա, ինքը իրականում կարճ չի, լավ երկարություն է, որ կարճ լիներ մարդս չեր թողի։ Այս սենց սառոչկա, ինքը թևերը երկար է, բայց իմ բոյին ես 1.71 եմ, դրա համար թևերն էլ է կարճ։ Ու հիմնականում այս սենց ծալելու եմ, բերեմ մինչև այստեղ, բայց ինքը շատ թեթև կոստյում է։ Ես այստեղ էլի թողելու եմ նկարներ, որպեսզի տեսնեք наглядно, как выглядит эта одежда на мне. Это что за цели? Вай.
Պատվիրել եմ շատ մոդնի, շատ սիրուն, այսպես տոպ։ Ինքը առանց բրիտելկանների է ու այսպես բաներ ունի։ Էլի հրաշք, շատ սիրուն, շատ շքեղ։ Սովորական ջինսի հետ օբրազը սարքում է էլի սենց ինչ-որ շատ հարստոտ վիդ։ Ու պատվիրել եմ նաև այսպես սպիտակ տոպ։ Ինքը իրական ոնց որ մեծ լինի ու իրականում մեծ է, այ այս թևերի ստակը մեծ է, ուղղակի էսը փոքր էր, իսկ եմը մեծ էր, բայց շատ սիրուն է էլի։ Դրա համար ես всё-же վերցնում եմ, կտանեմ, կդզեմ, կփչեմ, հետո կհագնեմ, էլի շատ սիրուն։ Мне очень нравится։ Այս մեկը ես պատվիրում եմ արդեն երկրորդ անգամ, պատվիրել եմ եկել, ասես նայել եմ, ասել եմ, չէ, всё-же չգիտեմ սա ինչի հետ հագնեմ։ Հետո այս շորերի հետ օրինակ, էլի շատ սիրուն է լինելու, որ ջինս լինի այս սպիտակ տոպը ու այս էլ վրից հագնեմ։ Ինքը ամառվա համար ինչ-որ սենց լյոհկի բերխ է, որ ասենք երեկոյան ժամերին ցուրտ չլինի, մի բան գցես մեջքից։ Այ տենց շոր է, բայց երկար ու էլի հարստոտ։ Вот։ Այք, ինքը երկար է, մինչև շիկլոտկաս։ Սենց խալատիկի նման, բայց դրսի է, էլի, երևում է, որ դրսի է։ Ու շատ սիրուն, էլի էլեգանտնի, էլի յուրաքանչյուր օբրազ սենց հարստացնում է։ Հարստոտ ասած տեղը սենց շատ ճաշակով։ Վերջինը, ուրեմն այս տաբատը ես պատվիրել եմ, չեմ պատվիրել։ Ես անցնում եմ ուղղակի Վալբերիս պետք է գնայի, այնտեղ պատվերներից վերցնելու ու մեր մոտ, այստեղ երրորդ մասում, ինչ-որ շատ լավ խանութ կա, շատ էժան, ոնց հասկացա, բայց կողքով միշտ անցնում եմ, ոչ մի ժամանակ չեմ մտել ու ոնց որ ես սենց осенний-весенний костюм ունեմ, որ зимой под курткой тоже можно было одевать, ու տենց շատ եմ սիրում այդ կոստյումները։ Ես իրենց մոտ տենց տեսել եմ կախած, բայց չեմ մտել էլի հարցնեմ ինչ արժե բան, բայց միշտ հետաքրքիր էր ու այս անգամ ես շորս տիպասի մտնեմ ու մտել եմ սենց թեթև տաբատեր բեժևի գույնի ու սենց ոնց որ լյոն լիներ, բայց չէ, լյոն չէր։ Ու սենց նայում եմ շատ եմ հավանել, պասատ կամ բարձր բան ու գինը նայում եմ, ասում 8500 դրամ, ասում 8500 դրամ, ես երբ եմ տաբատ առել 8500 դրամ, տենց բան իսկի չի էլ եղել։ Հենց շոկի մեջ էի, այդ խանութի վաճառողին գալիս ասես նայում է, ասում եմ 50% զեղչով է, ասում եմ հա 8.5-ը 50% զեղչն է, ասում է չէ, դրանից էլ է 50% զեղչում, ու ես շոկի մեջ էի, ու սենց հագել եմ շատ սիրուն է, так что վերցրել եմ, մուգ կապույտ գույններ կար, բայց ինձ թվում է, որ գինը տենց ցածր է, հաստատ որ մի քանի անգամ լվամ, գույնը կորցնի, դրա համար որոշեցի մենակ այս մեկը վերցնեմ։ Այս սենց штанишки. Очень красивые, мне очень нравятся, шикарные просто. Это ուսամ ամեն ինչ լավ էր վիդեոն մոնտաժելուց, ամեն ինչ սիրուն է լինելու, դուք գոհ եք լինելու ու չեք մոռանա հետևել իմ էջին, так что Աջողություն, ցտեսություն։